Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այս օրերի ամենաամակահարույց թեմայի մասին, եկեղեցու հետ կապված, որ համապետական գրոհ է սկսվել իշխանության կողմից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և չի դադարում այդ գրոհը, եկեղեցին մնացել է վերջին սյունը, ինչի վրա որ հիմնված է մեր ժողովուրդը, մեր ազգը, հիմա ուզում են այդ սյունն էլ քանդեն և ավարտեն իրենց առաջ դրած խնդիրը։ Ուրեմն ես խոսքս ուղղում եմ այդ եկեղեցաշեն մեծահարուստներին, այդ որ եկեղեցի եք սարքում, գնում եք ընտանիքներով մոմ եք վառում, չգիտեմ աղոթում եք, խաչակնքվում եք, բայց այսօր այդ եկեղեցին սարքելով չէ, եթե դուք եկեղեցի եք սարքում, ենթադրվում է, որ դուք հավատարիմ եք հավատքին, հավատարիմ եք հայ առաքելական եկեղեցուն, բա որ հավատարիմ եք այսօր չի ծպտուները չի լսվում, որ եկեղեցի սա դուք ձեր ունեցածի 1/100-ը կարակ դնեք եկեղեցի սարքեք, բայց հետո պետք է պաշտպանել այդ արժեքները, բա ուր եք փախե, ուր եք թռե, մեծահարուստներ եկեղեցաշեն։ Եվ մի բան էլ էլի այդ ԿՊ-ական մխտարներին անդրադառնամ, մի հատ ընդ քյաչալ անթարաշ կա, Արտուր Հովհաննիսյան, այն որ ասում էր լեզուներդ կկտրենք, ականջներդ կկտրենք, բան։ Ուրեմն այդ իրավաբանությունից անգրագետ մանդատակիրը ինչ է ասում է, եկեղեցին պետք է ֆինանսապես հաշվետու լինի պետությանը։ Լինելով մանդատակիր, դե բնական է, նա չի կարդացել Սահմանադրության 17-րդ հոդվածը, համաձայն որի եկեղեցին անջատ է պետությունից, բայց նա լինելով մանդատակիր, սկի չի իմանում, որ հայ առաքելական եկեղեցին Հայաստանի խոշոր գործատուների ցանկում է։ Ի՞նչը հաշվետու լյարա։ Դու հաշվետու եղի Աստծուն, որ քո այդ տգետ իմացությամբ ոչինչ չանելու համար դու մեռնելուց հետո գնալու ես դժոխք, իսկ իշխանության փոփոխությունից հետո որպես քո ծառայողական առաքելությունը բացարձակապես չկատարած երկոտանի, դու որպես անհիմն հարստացող կանգնելու ես դատարանի առաջ։ Խոսքս նորից ուղղում եմ մեծահարուստ եկեղեցաշեններին, եթե դուք իսկապես հավատացյալ եք, այսօր կանգնեք եկեղեցու կողքին, իհարկե գիտեք, ստեղ ոչ թե եկեղեցու կողքին կանգնելու խնդիրը, դա մի քիչ վերացական է հնչում։ Եկեղեցին մենք ենք, բոլորս ենք, ժողովրդի կողքին կանգնեք, հայ ազգի կողքին կանգնեք։ Այդպես ընդհանուր ասել եկեղեցու կողքին մի քիչ դատարկ է հնչում։ Դուք կանգնեք հավատավոր ժողովրդի կողքին։ Իսկ այսօր դուք դրա հնարավորություն ունեք, բայց բոլորը թռել եք, բայց առիթը բաց չեք թողնում գնալ ձեր միջոցառումները եկեղեցիներում նշել, ցույց տալ, որ դուք եկեղեցապաշտ, աստվածապաշտ մարդիկ եք։ Դուք ոչ եկեղեցապաշտ եք, ոչ աստվածապաշտ եք, ոչ էլ ընդհանրապես դուք ձեզ սիրում եք, պարզապես ձեր մոտ մի գեր ցանկություն կա, ռեկլամվելու ցանկացած գնով, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու հաշվին։